Ամառվա շոգից շատերը պատսպարվում են Սևանի ափերին, վայելում են ջուրն ու ավազը, սակայն հաճախ անուշադրության են մատնում շրջակա միջավայրի մաքրությունը։ Ռեստարտ Գավառ երիտասարդական կազմակերպության կամավորները Երևան-Սևան մայրուղու ամենաբանուկ հատվածներից մեկում երթևեկողներին հիշեցնում են Սևանը մաքուր պահելու մասին, կոչերի փոխարեն պաստառներ են։ Երիտասարդները ուզում են իրենց խոսքը ղել հանրությանը եւ տեղեկացնել եւ հիշեցնել, որ Սևանը մեր ազգային հարստությունն է եւ այն բոլորիս ուշադրության եւ հոգատարության կարիքը ունի։ Մինչ այսօրվա իրազեկման արշավը մենք մեկնարկել էինք հանրային մեդիա արշավ, որը անցկացվում է սոցիալական մեդիաներում, մասնավորապես Facebook եւ Instagram հարթակներում, հոլովակներ ենք տեղադրել եւ իրազեկման նյութեր ենք պատրաստել, որտեղ հստակ ուղերձներով կոչ ենք անում հանրությանը Սևան այցելելիս աղջ թափել Սևանում եւ օգտվել աղբամաններից։ Իրազեկման արշավը մարդաշատ չէ։ Երիտասարդները ցանկացել են հանրային ուշադրությունը ոչ թե հավաքի, այլ դրա նպատակի եւ ասելիքի վրա կենտրոնացնել։ Հիմնական շեշտը դրել են լճի եւ դրա էկոհամակարգի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի վրա։ Մենք անդադ խոսում ենք աղբը հավաքելու, մեր հետևից մեր թողածը հավաքելու մասին, բայց ամենակարևոր բաներից մեկն այն է, որ մեր սիրտը նախ եւ առաջ պետք է ցավա, որ մենք աղբը չնետենք, որ հետո չունենենք խնդիր այն հավաքելու։ Երիտասարդները մաքուր Սևան իրազեկման արշավը շարունակում են համար 1 հանրային լողափում։ Պատրաստված եկել են նաեւ այստեղ մաքրություն անելու։ Զրուցում են հանգստացողների հետ, ներկայացնում արշավի նպատակը, հորդորում պահպանել մաքրությունը եւ աղբը հավաքել պարկերում, որոնք իրենք են տրամադրում։ Երիտասարդների նախաձեռնությունն ընդունվում է ոգևորությամբ։ Այս հիմնախնդիրը այնպեսին է, որ բոլորիս է վերաբերում, այն մարդկանց նաև չի վերաբերում, ովքեր որ մոտիկ են ապրում Սևանին, այլ նաև մարդկանց, ովքեր որ ուղղակի ապրում են Հայաստանում։ Սևանը մեր տունն է, ու ոնց որ մենք տունն ենք մաքուր պահում, այդ նույն ձևել պետքա Սևանը մաքուր պահենք, որովհետև առանց Սևան ուղղակի շատ դժվար կլինի մեր հետագա գոյությունը։ Արշավը շարունակվում է տաղավարային ցուցադրությամբ, որի ընթացքում Ռեստարտ Գավառը ներկայացնում է նաև իր գործունեությունը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։